ջողել են, բայց նրանք ովքեր որ քիչ թե շատ հանրությանը ծանոթ են, ասենք այն Էրդողանի շունը, Շիրինյան շունը, ասում է վզին տալով տարեք, ասում է վեհապարի մասին։ Հիմա այդ շունը հիշում եմ որ պատերազմին հետո կձերբակալեն, չեն ձերբակալի, կգցեն իրան այդ դժողքը որտեղից դուրս է եկել, ուրեմն այս շունը, որը որ պատերազմի մասին ասում էր, երբ որ ջավախքի վրա հարձակվեն, ես կգնամ, արա դու քո տունն էլ չես պաշտպանի։ Փալաս, դու փալասի պես ոտքերի տակ կփռվես նրանց, ովքեր գան որևէ վնաս հասցնելու, դու փալաս կդառնաս։ Վերացրես արագորեն փալասի, կասես տրորեք, ոտքերը մաքրեք իմ վրա։ Ապուշ, հասկանում ես, վզակոթին ասում է, այն մարդը ում օրտնանքին հազարավորներն են ուզեցել արժանանալ, Էթում եք արա կանգնում եք այդտեղ սրբապղծությամբ հայտնի Հռոմի պապերի, չգիտեմ, ուզում եք փեշին կպտեք, գալիս եք հայոց վեհապարներին անվանարկում եք, հոգևորականներին, ովքեր իսկապես դժվարին կյանք են ապրում, ապրել եւ ամեն ինչ անում են, որպեսզի այդ սուղ միջոցները ծառայեցնեն մեր ազգին, բայց կարողանում են մի քանի սրիկա, մի քանի շուն շամվորտի հայտարարություններով հանդես գալ եւ փորձել ինձ ծանոթ մարդիկ էլ կան, գիտեք, ասում են Բագրատ Սրբազանը այսպեսի բան է ասել, արա Բագրատ Սրբազանի կյանքը բոլորիդ աչքի առաջ է։ Բագրատ Սրբազանը առավոտը զարթում էր, մինչև ուշ գիշեր ընկած իր ժողովրդի ցավերն էր բուժում, հնարավոր ամեն ինչ անում էր, կառույցներ էր ստեղծում, որսի կարողանան ուրեմն վիրավորները գան եւ ապակինվեն, հնարավորություններ էր տալիս, ամեն ինչ անում էր, որպեսզի չհուսահատվեն հայերը, իր ազգը չհուսահատվի, որ վաղվա հանդեպ իսկապես հավատ ունենա։ Հիմա այդ հավատն են ջնջում, ջնջել, արդեն ամեն ինչ սпасելի է, ճիշտ ասած ինձ զարմանալի էր, որ հոգևորականների ներկայությունը չկար դատի ընթացքում, երբ Սրբազան ուրեմն Բագրատ Սրբազանին փորձում էին դատել եւ այդ իր հեգնանքին արժանանալով իհարկե